Տեր Հիսուս Քրիստոսի անունով ուսանք բոլորդ լավ եք, հանգիստ եք, մի քանի վարգաններ են, պիտի սկսենք մեր ուղիղ ծառայությունը, ուրեմն կհրավիրենք ձեզ եւ ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որ միանան այս ուղիղ ծառայության, որպեսզի Տիրոջ խոսքը շարունակենք սերդել, այն խոսքը, որ գազադակրի ամեն մեկս, այն խոսքը, որ մեզ կգետրոնացնե երկնայինին վրա եւ փառքը դրվի իրեն։ Ուրեմն մի քանի վարգաններ են այստեղ, այս կայքի մեջ կհանդիպենք։
խոր հրթական հավիտենականության հայր սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդությամբ մեր Աստվածը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, մեր այս ուղի եթեր ծառայության ճշմարտության խոսքի, որ կսփռվի Փարիզեն, գահստինք ցեզ, ուր որ գտնվիք աշխարհի որ ծայրերու մեջ եւ այն ծայրերու մեջ մանավանդ որ այսօր գրիվի պատերազմի մեջ են բոլոր միջին արևելքը, բոլոր արաբական երկիրները այսօր վատ վիճակի մեջ են եւ նաեւ այդ բոլոր վատ վիճակը կհասնի դարբեր երկիրներու մեջ Տերը իսկապես իր ողորմությունը հատկացնե նախ իր ժողովրդին աշխարհի 4 կողմը եւ այս իրարանցումին մեջ մարդկանց ապաշխարության եւ փրկության արիթ լա որ ամենամարդ հասկանա որ թե հարստություն թե երգիր թե բեդություն ինչ որ է պիտի չի մնա հավիդյան այլ միան այդ մարդիկ որ դիրոջ խոսքի վրա վստահած են իրենք պիտի մնան հավիդյան եւ սրա համար է որ մենք կանչված ենք այս բաներով համար է որ մենք կանչված ենք շարունակել ավետարանը քարոզել մութ խավար պատերազմական իրավիճակների մեջ եւ փառք ու դանք դիրոջը որ նեղության ժամանակ ֆինանսական նեղության ժամանակ առողջապահական նեղության ժամանակ պատերազմական նեղության ժամանակ մարդը իր սիրտը կդարձնե դեպի իր ստեղծիչին եւ այդտեղեն փրկություն կսպասի եւ փառք Աստծո որ անգերց զինք բնդրողները անպայման կգտնեն որ երկրի մեջ որը լան որ գրոններու մեջ որը լան ամ որ ճշմարտությունը կփնդրե բիդի գտնե քանզի Հիսուս կսե ես եմ ջամփան ճշմարտությունը եւ կյանքը բարի եկաք սիրելիներ այսօր մեր ամբողջ մտքերը եւ աուտները նաեւ գմյանան միջին արևելքի մեր սիրելի քուր եղբայրներուն որ կգտնվին Իսրայելի մեջ Իրանի Բարսկաստանի մեջ որ կգտնվին Լիբանանի մեջ այս օրերուն եւ իրական իրենց վիճակը այնքանալ հստակ չէ անորոշ վիճակներու մեջ են թող դերը այս օրերու մեջ իրենք զորացնե իրենք պաշտպանե իրենց հոգին միտքը սիրտը դարձնե դեպի իսկապես երկնային պաշտպանության հալելույա մենք չենք պաշտպանվիր զենքերով այլ մենք կպաշտպանենք աստվածային պաշտպանությունով իրենը լա փառքը եւ բադիվը դերբես բայց մենք շաբաթ այս եւ մենք ուրախ ենք որ մենք եւս իրար հետ ենք այստեղ ու եթերով շարունակելու մեր ծառայությունը շարունակելու մեր սերդողությունները քանզի միջև Հիսուս վերադառնա մենք պիտի շարունակենք
Դիրոջ խոսքը սերդել, սորվիլ, հասկանալ, փոխվիլ, զղջալ, նորոգվիլ, չկա մեկ այս աշխարհի մեջ որ գրնա ասել ես Դիրոջ խոսքը լավ գիտեմ, այլ մենք ամեն օր գետրոնացած ենք Դիրոջ մեզ ստանալու իր խոսքի խորությունը մեր այդ օրվա վիճակին համար։ Եվ այսօր ճշմարտության խոսքով պիտի շարունակենք Հովաննու ավետարանը սերդել երկրորդ գլուխը։ Դեր օրտեցես ուրախ ենք որ միասին ենք։ Նայեցեք Սաղմոս 119, որ ամենեն երկար Սաղմոսն է։ Նայեցեք ինչ գսե մեկ համար։ Գսե դեր ետ դարձուր իմ աչքերս, որբեսի սնոդի բան չտեսնեն, բարապ բան չտեսնեն, եւ զիս քուջամպուտ մեջ գենթանացուր։ Ավասիկ աղոթքը, որ գարձեմ այսօր մեզ շատ պետք է։ Դեր ինձ օգնե, որ իմ աչքերս, իմ ուշադրությունս, իմ ականջներս, իմ գետրոնացումս բարապ բաներ չտեսնեն, բարապ բաներ չլսեն, բարապ մարդկանց հետ չխոսակցեն, որբեսի գենթանանա իմ կյանքս քո ճանապարհին մեջ։ Այսօր սիրելի քույր եղբայրներ, շատ անգամ Աստծո խոսքը կգարթանք, այսպես քարոզներ կլսենք եւ կսերդենք, բայց 5 վայրկյան հետո մեր աչքերը գերտան աշխարհի ունայն մտքերու վրա, մեր ականջները կլսեն աշխարհի մեղավոր պամպասանքներ, մեր սիրտը կհարի այս կամ այն հարստության վրա, որ այսօր գա եւ վաղը չգա, եւ մեր մեջ կբարձրանա նախանցներ, փարգություններ, ադելություններ։ Եվ մի քանի վայրկյան առաջ մենք կետրոնացած ենք Աստծո խոսքին վրա։ Մի քանի վայրկյան հետո մեր ամբողջ էությունը գրնա դառնալ դեպի ուրիշ կողմ։ Որչափ կարևոր է, երբ որ մենք Աստծո խոսքը գսերդենք, որ աղոթենք սելով դեր մեզ օգնե, որ իմ աչքերս, միտքս, սիրտս, ականջս բարապ բանի չգետրոնանա, այլ գետրոնանա միայն քո ճշմարտության վրա, քո ջամփուտ մեջ ինձ կենթանացուր, քո ջամփուտ մեջ ինձ կյանք տուր, քո ջամփուտ մեջ հավիտենականության մասին իմ հոգիս կերակրե։ Քանի որ իմ սիրտս եւ իմ ներսս շատ կրնա արագ ցևով թունավորվիլ այս աշխարհային ինչ որ բաներ կրնանք լսել, կամ տեսնել, կամ հասկանալ։ Ուրեմն հավատացյալ ըսել չէ որ մենք միշտ Աստծո հետ այսպես գքայլենք։ Ոչ, հավատացյալը այն է որ անդադար գշտկե իր ուղղությունը, անդադար իր գետրոնացումը գշտկե Աստծո հավիտենական ճամփաներուն մեջ նայելու։ Ուրեմն հավատացյալ երբ որ գսես ես հավատքի մարդ եմ, դու ուրեմն պետք է սորվիս անդադար շտկել դու քեզ, անդադար ամեն վարդյան, ոչ մի վարդյան սնոդի բանի ժամանակ չդաս, ոչ մի րոպե սնոդի մտքեր չզարգացնես, ոչ մի րոպե սնոդի պատմություններ չլսես, այլ անդադար վերագանքնես քո ուղղությունդ հավիտենականության մեջ։ Եվ այս աղոթք է, որ ես եւ դու գանչված ենք գնելու դեր մեզ օգնե, որ անդադար գանք քո հավիտենական ճշմարիտ ջամփուտ մեջ։ Եվ ես կգարձեմ, երբ մեկը անգերց այս աղոթքը գնե, Աստծո Սուրբ Հոգին միշտ պիտի շտկե այդ անձը, միշտ պիտի երկնայինին գաբե, հոգևոր բաներով գետրոնանա, աշխարհային այսօր գա եւ վաղը գանցնի։ Ուրեմն հավատացյալ սիրելի քույր եղբայր, Հիսուս Քրիստոսի հետևորդ եւ աշակերտ, ուշադիր եղիր, անդադար գետրոնացուր քո հոգին աստվածային խոսքերու եւ հավիտենական մտքերու վրա, անդադար հիշե, թե դու որտեղ են եկած ես, ուր գերտաս, անդադար բադվե քո Աստվածդ, քո վարմունքով, քո պերանով, քո ընթացքով։ Եվ այսպես սնոդի բաներեն հերու պիտի մնաս, այն բանը որ միամ քո փորդ կգշտացնե, այն բանը որ միամ քո անցդ կգերագրե, այն բանը որ միամ քո եսդ կհբարդացնե, այն բաներեն հերու մնա եւ գետրոնացիր Հիսուսի խոսքերուն վրա, որ գսե Երանի այն մարդուն, որոնք կխոնարին, այդ մարդկանց որ երեխայի բեսեն, այդ մարդկանց որ հավիտենականության յետևեն գերտան, այդ մարդիկ որ ներ թռնեն գմտան եւ ների մեջ կմնան, այս է որ անդադար մենք պետք է շտկենք մեր միտքը, մեր հոգի, մեր սիրտը եւ մեր ուղղությունը, մանավանդ այս ցավալի օրերուն մեջ մենք պետք է շտկենք մեր ուղղությունը երկինք նայելով, հոն է մեր դուն այնտեղ որ Տերը մեզ կսպասե։ Հալելույա։ Եվ թող Տերը մեզ օգնե այսօր, որ մենք կարողանանք այս տեսակի վերապրում ապրենք ամեն վարքյան,
վերստին երկնայինով ապրինք ամեն վարյան։ Եվ գանք Տիրոջ առջև ասենք դեր քո սուրբ արյունդ ինձ ներեց, ինձ մաքրեց, զիս տարծուց քո զավակը, մենք գիտենք ուրդեղ են եկած ենք, ինչպես կաբրինք եւ ուր պիտի տանք, քո արյունդ մեզ թող մաքրե անտադար, քո արյան զորության դակ մնամ անտադար, քո արյան պաշտպանության դակ մնամ անտադար, ագանչս մաքրե քո արյունով, բերանս մաքրե քո արյունով, աչքերս մաքրե քո արյունով, որ սպարապ եւ աշխարհային մեղքի աշխարհի հետքերով չքայլեմ, այլ հավանական ճշմարիտ կյանքով ինձ ապրեցուր։ Հալելույա։ Օրտնյալը լա մեր Տերը Հիսուսյանով գաղութենք Հայր, որ այս ուղիթերը ընթացքին մեր աչքերը, մտքերը եւ գետրոնացումը դարձնես տեպի միայն քո խոսքին եւ հավիտենականության, որ մեգուկա մեր փրկությունը եւ օրհնությունը։ Քեզ փառք, բադիվ եւ օրհնություն, հալելույա, ամեն եւ ամեն։ Լսենք այս օրհնապեր երգը, Սուրբ Արյան մասին գխոսի եւ վերակտնենք իրար Հովաննու Ավետարանի երկրորդ գլխուն սերդողությունը։ Ուրեմն այս երգեն վերջ գվերակտնենք իրար։ Parkede թողեցիր, որ եկան մրթացար Դու ասոգար բայցանակ հաչապայտին անխոս արժանացար Սեմը շուշից գողգոթայում աստովորդի անում սերըտ երևցար Հալացեցին ամեն հոգիտ, անդամները ծակեցին, խոշտանգեցին Այդը շիթեր, անդարնալի քորստից ազատեցիր Սուրբ այլունդ, սուրբ այլունդ, սուրբ այլունդ մեզ մաքրել է մեղքերից Սուրբ այլունդ, սուրբ այլունդ, սուրբ այլունդ, որ հոսեց քո վերքերից Ով է լսել, այդքաններով ու համբերով թանկանում Ով է տեսել, այդքան մաքրող ու սրբացնող սուրբ արյուն Անասելի գործերը մի մորացիր, որ գալու է շամնայնը հերդատաստանի դու հիշիր, պահանջելու է նա քեզնից գինայնի որդու թափածան գինարյան Պահանջելու է նա քեզնից գինայնի որդու թափածան գինարյան Ով է լսել, այդքաններով ու համբերով թանկանում Ով է տեսել, այդքան մաքրող ու սրբացնող սուրբ արյուն Ով է լսել, այդքաններով ու համբերով թանկանում Ով է տեսել,
այդքան մաքրող ու սրբացնող Սուրբ արյուն Հալելույա, փառք մեր Տիրոջը, այդ արյան գաթիլներուն համար, որ այսօր ինգազին կբարձրացնե, դգարին կզորացնե, հիվանդը կբժշկե, գործվածը կգտնվի եւ կփրկվի։ Փառք այն Հիսուսին, որ անոր իր անունը գանչե պիտի փրկվի, ուր որ է այն արյունը, այն արյան մեջ կա զորություն, այն արյան մեջ կա ազատագրություն։ Եվ մենք եկած ենք ոչ թե թեորիաներ պատմելու, եկած ենք ճշմարտությունը փոխանցելու եւ մեր անձնական վկայություն նաև ցես դալուսելով Հիսուս Քրիստոսն է միակ պատասխանը քո ամեն իրավիճակի գլուխով մի հասկնար սրդով պետք է հասկանալու համար խնդրե Աստուծո մե որ ինք փանակո մեջը որ հասկանաս այս բանը սիրելի քույր եղբայրներ հավատացյալը լալը մեր ուզելով չէ մեր գարձելով չէ մեր գլուխով չէ մեր իմաստությունով չէ եթե դերը հբավ մենք պիտի հավատանք բայց այնտեղ դերը նաև մեզ գսե բաց սիրտդ եւ խոնարհիր եւ ապաշխարե զելը մենք ալունինք մեկ բաժին հալելույա անորմալ եթե դու այստեղ իսկապես գսիրես Հիսուս Քրիստոսը փառք տուր Աստծուն որ ինք իր շնորհքով քեզ հասկացրել է որ դու ընդունիս հասկանաս եւ սիրես Հիսուսին փառք տուր Աստծո այո դեր դգար ես դեր խնդիրներ ունիս բնավորտյանքի ձեր ունիս դեր այնքան մաքուր չես այնքան գադարյալ չես այո բայց Աստված շնորհք ըրած է քեզ եւ այդ շնորհքի մեջ տրած է Հիսուս Քրիստոսը որովհետեւ դու իր մեկ հաղես եւ հասկանաս այդ հավերնական միտքը հալելույա օրտնյալը լա մեր դերը իրենը լա միշտ փառքը եւ բադիվը սիրելի քույր եղբայրներ Հովաննու ավետարան երկրորդ գլուխ հասանք Փառք Հիսուսի, որ Հովաննու ավետարանը մեզ շատ բաներ կսորվեցնի։ Ինչպես անցյալ անգամներ ասինք, Հովաննու ավետարանը ոչ թե Հիսուսի կյանքի պատմության մասին է շեշտը դրած, այլ Հովաննու ավետարանը շեշտը դրած է Հիսուսի աստվածության հոգևոր աստվածաբանական իմաստի վրա։ Հիսուսի անձը ներկայացնելու իբր միակ կատարյալ Աստված, միակ կատարյալ մարդ այս աշխարհի մեջ եւ շեշտը տրված է այդտեղ Հիսուսի էյությանը վրա ամեն մեկ պատմությունը որ պիտի կարդանք ամեն մեկ հրաշքը որ մենք պիտի տեսնենք Հովաննու ավետարանի մեջ խորհուրդ ունի ներգայի խորհուրդ հավիտենականության խորհուրդ աստվածաբանական խորհուրդ մարգարեական խորհուրդ եւ ադոր համար է որ Հովաննես ավետարանիչը մեզ հստակ շատ բաներ կփոխանցե եթե մեկը չգիտեր ավետարանը երբեք կարդացած չէ եթե ցած գմոդենա եւ գսե Ուրդեղ են սկսում ավետարանը գարտալ, իրեն դվեք Հովաննու ավետարանը։ Հովաննու ավետարանը նախ պիտի ներկայացնի ով է Հիսուսը։ Քանի որ ամենին կարևորը մեզ համար Հիսուսն է։ Հիսուս Աստուծո որդի։ Ան որ Հիսուսը դեսավ, ջանցավ, ընդունեց, հայրը դեսավ, ջանցավ, ընդունեց։ Ամբողջ աստվածաբանությունը գետրոնացած է Հիսուսի վրա։ Ամեն ինչ եղած է իր մով, անցել անգամ տեսանք, իր մեջ եւ իր համար։ Գողոսացիցը գսե իր համար։ Ամեն ինչ կայացած է իր մեջ, իր մով եւ իր համար։ Հիսուսն է։ Հալելույա։ Անորոմար Հիսուս ասավ ես եմ։ Եվ այդ ես եմը մեծ իմաստ ունի, անշուշտ պիտի սերդենք, երբ որ կանք այդ գլուխներու մեջ Հովաննու ավետարան։ Այսօր երկրորդ գլուխը կսկսենք, երկրորդ գլուխը։ Անցյալ անգամ արդեն ցեզի ասի մի քանի անգամ 29-րդ համարը, 35-րդ համարը, 40-րդ համարը առաջին գլուխին գսե այդտեղ հետևյալ օրը։ Երբ որ մենք գկումարենք այս օրերը, մեկ առավել մեկ, եւ երբ որ կհասնենք այստեղ երկրորդ գլխուն մեջ գսե երրորդ օրը հարսանիք մգար Գալիլեայի մեջ։ Եվ երբ որ գկումարենք այս երրորդ օրը կհասնի 7-րդ օրին։ Եվ շատ կարևոր է ինչպես ասի ամեն ինչ խորհրդապատկեր է 7-րդ օրը որ օրն էր այն օրն էր որ Աստված հանգստացավ այն օրն էր որ Աստված իր աստվածային գործը վերջացուց այն իմաստով որ փրկության սկիզբը սկսավ Աստված հանգստացավ ստեղծագործութենե որբեսի մարդու միջոցով փրկությունը կատարվի որբեսի մարդը փրկվի 7-րդ օրը այստեղ բարաբիչ էր, որ Հովաննես կգրե
ըստ երրորդ օրը, երբ որ գումարեն կլա 7-րդ օրը, հարսանիք մգարգսե Գալիլեայի Կանա քաղաքը եւ Հիսուսի մայրը այնտեղ ներկա էր։ Հիսուս ալգսե գանչվեցավ այն հարսանիքին, ուր իր աշակերտները իր հետն էին։ Ուրեմն Հիսուս գանչվեցավ իր աշակերտներով։ Մենք անգամ տեսանք, թե միջև այս ռոբե Հիսուս 5 հատ աշակերտ ունեցավ։ Հետո մյուսերը բիդավելնան, բայց հիմա ուրեմն Հիսուս եւ իր աշակերտները եղան այստեղ 6 հոգի։ Եվ այդ հարսանիքին մենք գիտենք կարևոր է հարսանիքի մասին մի քիչ խոսիլ հրյական սովորության մեջ։ Հարսանիքը գտվեր մի քանի օր, ամբողջ քաղաքը եւ ավելի քյուղը գհրավիրվեր այդ հարսանիքին եւ այդ մարդիկը որ գերտային գմնային հարկո բադի վդալու մարդկանց այդ հարսանյաց եւ հարսանիքի ընտանիքին։ Պաստորեն ասեմ որ գարտանք այս հարսանիքը հարուստ մարդկանց հարսանիք է, քանի որ այդտեղ գար սպասավորներ, այդտեղ գար սեղանաբեդ, ուրեմն այս բոլորը ցույց կտա որ այդտեղ հարկո ընտանիք էր, հարուստ ընտանիք ըլլալու էր եւ Գանա քաղաքը այնքան մեծ քաղաք չէր, քյուղեր գրնամսել գսվի աստվածապաններու կողմեն որ Մարիամը այդտեղ ոչ թե միայն հրավիրյալ էր, այլ նաև գազմագերբիչ էր։ Քանի որ երբ քինին գվերջանա գարտան քիչ հետո Մարիամը ուկա Հիսուսին գսե քինին վերջացավ։ Ուրեմն Մարիամը մասնակցության մեջ է, գազմագերբության մեջ էր այդտեղ։ Հիսուս այդտեղ հրավիրված է ոչ թե Մարիամի դղա ըլլալով, այլ Հիսուս հրավիրված է իր աշակերտներով։ Այսինքն շատ կարևոր թեմա է։ Մենք գիտենք, որ արդեն Հիսուս իր ինչպես եմ իր ծառայությունը, իր առաքելությունը սկսավ ցույց տալու։ Հովանես Մգրդիչ ասավ ահա Աստծո կարը։ Բոլորին ցույց տվավ եւ բոլորին ասավ կացեք իր ետևեն։ Իրեն համար ասվեցավ Հովանես Մգրդիչը ասավ ինձ մե վերջ կուկա, բայց ինձ մե առաջը եւ ինձ մե մեծ է։ Եվ այն ժամանակ երբ որ մեկը աշակերտ ուներ, ասել էր արդեն ինքը ուսուցիչ էր։ Ասել էր թե ինքը արդեն մի թիրք հասած էր։ Ուրեմն այստեղ կարևոր է որ երբ որ գսենք հրավիրված էր Հիսուս իր աշակերտներով եւ Հովանեսը հստակ դրած է շեշտը իր աշակերտներով, այստեղ գարձեք կուզե Հովանեսը մի բան ներկայացնել, մի բան սորվեցնել մեզի, մի բան հստակացնել, որ Հիսուս այլևս իր մորը դղան չէ, այդ առումով որ իր ընտանիքի մասնագիտ չէ, ինք ունի աշակերտ, ինք ունի ուրիշ գրնամսել ուրիշ խումբ, ուրիշ համայնք, ինքը իր համայնքը կստեղծե իր աշակերտներուն հետ, ինքը իր դպրոցը կստեղծե, ինքը իր խումբը կստեղծե իր աշակերտներուն հետ, այստեղ կարևոր է որ այս շեշտը տրվեցավ։ Եվ երբ որ գսի Հիսուսին հրավիրած էին իր աշակերտներուն հետ, ուրեմն Հիսուսին հրավիրած էին ոչ թե Կանայի կամ Գալիլեայի մեջ ապրող մեր սիրելիներեն մեկը, այլ իրեն հրավիրած են իբր Հիսուս ուսուցիչ, վարդապետ, չեն գիտեր շատ բաների մասին, բայց գիտեն որ կարևոր մի անձնավորություն է, քանի որ Հովանես Մգրդիչը արդեն ուղղությունը տվավ։ Ուրեմն կհասկանան, որ Հիսուսի մեջ կա ամենեն քիչը կոնե ուսուցիչ էր։ Ուսուցիչ էր հոգևոր բաներու։ Ամենեն քիչը եւ իրեն հրավիրած էին իբր ուսուցիչ իր աշակերտներուն հետ միասին։ Եվ ավասիկ Հիսուսի մայրը եկավ անոր եւ ասավ քինի չունին։ Եվ Հիսուս այստեղ ասավ անոր. ով դին դուն ինձ հետ ինչ բան ունիս, իմ ժամանակս դեռ հասած չէ։ Հիմա հրյական խոսքի մեջ դու ինձ հետ ինչ բան ունիս, ասել է որ չհասկացած բանիդ մի խոսիր։ Այս ասել գուզե բարձաբես։ Դու չես գիտեր ինչ պիտենեմ, մի խառնվիր իմ ըրածիս։ Այդ իմաստը ունի եւ կսե դու ինձ հետ ինչ բան ունիս։ Մի խառնվիր իմ ըրածիս։ Եվ այստեղ երբ որ գսե ով գին, այստեղ ինչպես ասի առաջ արդեն բաժանումը գտրվի, որ ես ունիմ իմ ծրագիրս, դու այն ծրագիրին մեջ չգաս, ես իմ աշակերտներով ունիմ ուրիշ ծրագիր։ Իբր մայր խնդիր չէ, այստեղ ով գին որ գսե ոչ թե գանարք է իր մայրը, Գավլիցի, այլ բարձրապես ցույց կուտա սահմանը իր ծառայությանը եւ Մարիամին իր մայրությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է։ Եվ դժբախտաբար այս Մարիամի մայրությունը շատ զարգացավ
գրնամ ասել զարգացավ մինչև այդտեղ, որ չափազանցվեցավ եւ անոր համար է որ այսօր շատեր Մարիամը նույնիսկ կբաշտեն։ Ուրեմն այստեղ կարևոր է որ Հիսուսի թիրքը լավ հասկանանք։ Իմ ժամանակս դեռ հասած չէ։ Ինչ ժամանակի համար է խոսքը։ Մենք որ կգարտանք սուբ գիրքը մի քանի անգամ Հիսուսը սա կոնե Հովանու ավետարանի մեջ։ Հիսուսի ժամանակը այն ժամանակն էր իր հաճվելու եւ հարությանը։ Այս էր իր ժամանակը։ Ինք եկած էր այն ժամանակին համար հաճվելու, հարություն առնելու։ Հաճվելու մարդկանց մեղքերի համար եւ հարություն առնելու մարդկանց արտարացնելու համար։ Ուրեմն Հիսուսի ժամանակը այդ էր։ Երբ որ այստեղ գսե տուն ինչ ունիս ինձ հետ, իմ ժամանակս դեռ հասած չէ, այստեղ ասել գուցե Մարիամին, որ մի խառներ իմ ծառայության ընթացքը, մի շփոթիր իմ օգնությունը մարդկային, քիրիչունին, երտանք շուգային քիլի բերենք, այդ գրնարալ նաև այդ ուղղությունը, ինչ որ շատ աստվածապաններ այստեղ այդպես կմեկնաբանեն, ասելով որ Մարիամ եկավ բարձրապես Հիսուսին ասավ, Հիսուս աշակերտներով կացեք շուգային քիլի բերեք, օրինակ։ Բայց Հիսուսի պատասխանը մեզ ցույց կտա, որ Մարիամի միտքը այն չէր։ Հիսուս Մարիամի մտքին համաձայն տվավ։ Եթե բարձրապես քինի չկա, ինչպես երբեմն գսենք երիտասարդներ, քինին չկա, կացեք բերեք, եթե այդ էր, Հիսուս այս պատասխանը չէր դար, վստահ եմ, որ երիտասարդներով գերտային քինին կբերեին, բայց այն չէր պատասխանը։ Պատասխանը իմ ժամանակս հասած չէ։ Դեր իմ հայտնվիլս ինչ որ եմ գադարելապես դեր ժամանակը հասած չէ։ Ընթացք կա։ Մարիամը տերևս գիտեր, ոչ թե տերևս, այլ գիտեր, քանի որ իր ծնունդեն ի վեր հրեշտակի իրեն ասավ, ինքը մեծ պիտի լա, իր թակավորությունը սահման պիտի չունենա, Մարիամը գիտեր ով էր Հիսուս։ Ոչ թե ինչպես որ մենք այսօր գիտենք, բայց գիտեր որ ինքը Աստծուց Մեսիա էր եւ ինք Աստվածային էր։ Մարիամը վստահ գիտեր։ Եվ գիտեր որ Հիսուսեն պիտի ըլլար մի բան։ Հիսուսը բարձ մարգարեջ էր, ինչպես Հովանես Մկրտիչը։ Հովանես Մկրտիչն ալ ինչպես ասեմ հրաշքով ծնավ, բայց ոչ Մարիամին մեզ։ Մարիամը գույս հրաշքով ծնավ Հիսուսին։ Եղիսապետը գույս չէր։ Գասկնակ, ուրեմն Հիսուսի մարգարեն ավելի ըլլալը շատ լավ գիտեր Մարիամը եւ գիտեր նաեւ հրեշտակի ինչ ասած էր եւ նաեւ գիտեր 12 տարեկանին Հիսուս ինչպես իրենք հանդիմանեց ասելով ինչ ինձ կպնդրեք ես իմ հորս դանը մեջն եմ։ Ինք շատ լավ Մարիամը սրդին մեջ կսե այս բոլորը գբահեր Հիսուսին ինչ լալը քիչ թե շատ գիտեր։ Ուրեմն երբ որ այստեղ գսե փամմը երբ որ գսե քինիչունին ասել գուզե փամմը Մարիամը գուզեր ասել որ փամմը տեսնենք դու արդեն կարողություն ունիս դու Աստծո մարդ ես դու Աստված ես փամմը տեսնենք դու Աստված ես դերևս անչափ չէ բայց գիտեր որ Աստվածային էր փամմը տեսնենք Եվ այդտեղ Հիսուս կսե չէ իմ ժամանակս հասած չէ ես փամը ընելու դեսնելու համար չեմ եկած ես եկած եմ գազմագերբելու իմ խաչելությունը ես եկած եմ փոխանցելու Աստվածայինը որբեսի փոխանցել են հետո իմ ժամանակս հասնի որբեսի ես խաչվիմ եւ հարություն առնեմ իմ կյանքիս նպատակը Հիսուսի եթե ճագերդյալ այդպես կրնան գսել խաչվիլն էր իմ աշխարհքալու նպատակը խաչվիլն էր եւ հարություն առնելն էր Իմ ժամանակս դեռ հասած չէ, որ ես հրաշքներ ունենալ, դեսնենալ մարդիկ ուրախանան եւ հետևեսկան թունալ մայրը լալով քիչման մայրական սկացումով հմարդանայի ռսելով այս իմ դղաս է։ Չմորնակ մայրական սկացումը միշտ կա։ Մարիամ ես, Եղիսապետ ես, Սիրարպի ես, ինչ որ ես, մայրական սկացումը միշտ ունիս։ Դոնք երբեմն մայրական սկացումը թեպի շղթական քեզ սխալ դեղեր գտանի եւ թեպի թրական քեզ սխալ դեղեր գտանի։ Բայց ասեմ ցեզի Մայրական սկացումը աստվածային սկացում չէ։ Մայրեր անոնք որ կհետևին։ Ուշադիր եղեք։ Մայրական սկացումով չվարվիք ձեր զավակներուն հետ։ Եթե հոգևոր եք, պետք է սուրբ հոգիով վարվիք եւ ոչ թե մայրական սկացումով։ Քանի որ գրնալա ձեր մայրական սկացումը ձեզ թավաջանե, ցավցնե, հիաստապեցնե եւ դերևս բարգացնե։ Ուրեմն այստեղ Հիսուս կսե դու ինձ ինչ բան ունիս իմ ժամանակս դեռ հասած չէ։ Իր մայրը սպասավորներուն գսե ինչ որ ցեզի ըսե ըրեք։
Արդյոք ինչ կհուսար այստեղ Մարիամը, ինչ որ ցեզի ըսե ըրեք։ Գիտեր մի բան, որ Հիսուս այդ հարսանիքին, այդ վիճակը ամոթով բիդի չծկեր։ Սիրելի քույրիկներ, այն ժամանակվա հարսանիքները մի քանի օր գտվեին։ Եվ երբ որ քինին գբաքսեր, մանավանդ այդ տեսակի ընտանիքի համար շատ ամոթ էր։ Ամեն ինչ կգանքներ։ Քինին ոչ թե հարբելու նպատակով, քինովնալու նպատակով, ադոր մասի մի բաներ գսեմ, քանի որ շատեր երբեմն այս համարը գարնեն գսեն, տեսակ Հիսուս ջուրը քինի փոխեց, դվավ որ մարդիկ խմեն, հարբենան, քինովնան, Հիսուս հագարակ չէ ալկոլի, Հիսուս հագարակ չէ քինովնալու, այսպես բաներ գսեն երբեմն, այսպես համարներու վրա ինչ որ սխալ մեկնաբանություն է։ Բայց ամոթ էր այդտեղ, որ քինին գանքնի, որ ուրախությունը գանքնի, որ հարսանիքը շարունակվի, գանքնի, ամոթ էր։ Եվ այդտեղ Մարիամը գսե չի գրնարը լալ, որ Հիսուս այս նեղ բարակային մի բան չնե։ Անպայման մի բան պիտի անե։ Դուք լսեցեք ինչ պիտի անե։ Մարիամ չհասկացավ իմ ժամանակս դեր հասած չեն ինչ է։ Մարիամ չհասկացավ Հիսուս ինչ պիտի անե, բայց Մարիամ մեկ բան գիտեր, որ Հիսուս նեղ բարակային անպայման կմիջամտե։ Հիսուս ներ բարակային քո կյանքիդ մեջ սիրելիս անպայման կմիջամտե, չեն գիտեր ինչպես, ինչ ցևով, մի սպասեր այս ցևով կամ այն ցևով։ Դերը նեղ բարակային անպայման կմիջամտե։ Այդ ամոթալի վիճակեն դուրս հանելու համար այդ ընտանիքը որ զինք հրավիրած էր։ Եվ Հիսուս ուրախությամբ կացած էր այդտեղ։ Հիսուս ուրախ էր հարսանիք երտալու։ Սիրելի քույրիկներ, շատ հավատացյալներ կան մեգուսացած կմնան իրենց դուները ասելով, չէ, ես այստեղ չվերտար, մեղավորներ կան այդտեղ, մեղավորներ կան այդտեղ։ Ժողովուրդ, մենք մեղավորներուն մեջ լույս տվող պիտի լանք։ Մենք պիտի լանք լույս, ուր որ խավար կա։ Եվ Հիսուս գնաց այնտեղ, եւ այդտեղ շատեր չէին հավատար ոչ Աստծո, ոչ հրյական գրոնքին, ոչ Հիսուսի, ոչ մեկ բանի, բայց Հիսուսի հրավիրեցին եւ Հիսուս գնաց հարկալից, գնաց բարձրապես իր անձը ներկայանալու իր աշակերտներով։ Ուրեմն գսա այդտեղ հոն 6 հատ քարե գարասներ կտրված էին հրյաներու մակրվելու սովորությանը համեմատ, որոնց ամեն մեկը 2 կամ 3 մար բան կառներ։ 6 հատ գարաս։ Այստեղ հաշիվ ենք արել, որ այդ 6 կարասները եթե չափեինք մեջի ճուրերով լեցում, մոտավորապես 500-ին 600 լիտր հեղուկի դեղ ուներ։ 6 կարասները 500-ին 600 լիտր։ Եվ անոնք բոլորը ճուրով լեցուց ըսավ Հիսուս, լեցուց է գսավ։ Այդ կարասները գսե հրյաներուն լվացվելու համար են, աղոտկեն առաջ կլվացվեին, սովորական սովորություններ, ավանդություններն են, հոգևոր ավանդությունները ներկա էին այդ հարսանիքի սրահեն ներս։ Ինչու, քանի որ Երուսաղեմ մեջ, Գալիլեայի մեջ, Պաղեստինի մեջ, ուր որ հրյագար, այնտեղ հրյական ավանդությունը ամեն վարգյանների, ամեն դուներու, ամեն իրավիճակներու մեջ ներկա էր։ Ավանդությունը շատ կարևոր էր հրյաներու համար։ Ավանդապաշտությունը, ինչպես մեր հայերը, ավանդապաշտ ժողովուրդ, ավանդություն, պետք է այսպես, պետք է այնպես, ուդելեն առաջ պետք է լվացվիս, ուդելեն հետո պետք է լվացվիս, պետք է առաջ աջ ցերկդ, հետո ցախ ցերկդ, հետո պետք է այսպես լվաս, այնպես լվաս։ Ինչպես հիմա Ռամադանի մեջ են իսլամները այսպես կուզեն լվալ, այնպես կուզեն լվալ, օրենք կա լվալու եւ այլն, այդ հոգնությունը, իրարանցումը, մարդիկ հարց կուտան իրարու, ինչպես լվանք, այսպես սկսենք կամ այնպես սկսենք, չէ, այսպես սկսենք։ Հիմա հայերուն մեջնալ, մեր հայերուն մեջնալ գա, ինչպես աղոթենք, նախ խաչը ցախեն աչ պետք է տա, թե աչեն ցախ, պետք է վերեն սկսենք, ոչ թե վարեն սկսենք։ Մի խոսքով ավանդության մտքեր լեցուն է մեր հայ ընտանիքներուն մեջ նաև, ինչպես հրյական ընտանիքներուն մեջ։ Ավանդապաշտությունը գրնամ ասել հասած է իր քակատնագետին այս ժողովուրդներու մեջ։ Եվ Հիսուս ինչ կնե։ Գսե այդ ավանդության համար պատրաստված գարասները բոլորը լեցուցեք, գսե գարասները ճուրով լեցուցեք։ Ճուրով լեցվելը նորմալ բան էր։
գարասները ջուրով պետք է լեցվեին։ Այդ գարասները քինի համար չէր, այդ գարասները գրված է սովորության, ավանդապաշտության, լվացվելու համար ներկա էին այդտեղ։ Եվ Հիսուս կսե ջուրով լեցուցեք։ Հիմա շատեր պիտի ասեն մենք հարսանիք եկած ենք, հիմա ավանդության հետ ինչ գործ ունենք։ Այդ ավանդությունը գիրագի օրերը, շաբաթ օրերը, ինչ գիտնամ, հոգևոր բաներու ընթացքին ավանդապաշտ ենք, բայց մենք հարսանիք եկերենք ուդելու, մենք եկերենք բարելու, եկերենք ուրախանալու, ինչ կսես Հիսուս։ Ջուրով լեցուցեք այդ կարասները։ Անոնք լեցուցին մինչև բերանը 500-ն 600 լիտր ջուր, գրնակ երևակայել որքան շատ։ Եվ Հիսուս զավանոնց հիմա հանեցեք եւ սեղանաբեդին տարեք։ Անոնք ալդարին սեղանաբեդը երբ քինի դարձած ջուրին համարավ, ինք չէր գիտեր անշուշտ ուրգե ըլլալը, բայց սպասավորները, որոնք ջուրը լեցուցեր էին, իրենք շատ լավ գիտեին։ Ըսավ Փեսային, ամեն մարդ աղեք քինին առաջ կմադուցանե ու երբ խմած ըլլան, այն ադեն ըստորակույնը վադը, բայց դուն աղեք քինին մինչև հիմա բահած ես։ Ինչ կպատայի։ Ավասիկ այս 600 լիտր ջուրը Հիսուս կդարձնե քինի, որբեսի ուրախությունը շարունակվի։ Նայեցեք սիրելիներ, սովորություն գա գսեին այնադեն հստակ չէ, այդչոք սովորություններ կամ արդյոք այդ սեղանաբեդին գադագը կամ խոսակցություններ պեսային։ Թե վադը միշտ հետո գուդան։ Վատքինին հետո գուդան, որ մարդիկ որ հարբած են, երբ որ խմած են, այլ համը չառնեն եւ չզգան, որ վատքինի գխմեն։ Հիսուս երբ որ ջուրը քինի փոխեց, ասել բուզե որ սիրելիներ, երբ որ ես կփոխեմ իրավիճակները, միշտ ամեն ինչեն ավելի համով գլա։ Երբ որ ես կմիջամտեմ միտեղ, այնտեղ ամեն ինչեն համով գլա։ Եվ այստեղ պիտի ասեմ այս հրաշքի խորհրդաբատկերը քիչ հետո, բայց կտեսնեք Հիսուսի ըրած գործը։ Իր ներդրումը այդ հարսանիքին, ոչ թե մարդիկ խմեին եւ հարբենային, այլ մարդիկ տեսնեին, որ Հիսուսի ըրածը ամենեն համովն է, ամենեն լավն է։ Ոչ թե առաջինը, որ համով քինին էր, սուղ քինին էր, տանգ քինին էր դրված, բայց Հիսուսինը առաջվն է ավելի համով է, ավելի լավն է։ Եվ այստեղ գսե Հիսուս իր հրաշներուն զգիսպը, շատ կարևոր է որ Հովհաննեսը շեշտե զգիսպը այս հրավ Գալիլեայի կանաքաղաքի մեջ եւ իր պարկը հայտնեց, այստեղ կարևոր է ոչ թե ամենուն, այլ իր աշակերտներուն, որոնք հավատացին իրեն։ Իր աշակերտներուն 5 հոգին անշուշտ սպասավորները հասկացան մի բան, մայրը հասկացավ մի բան, բայց նպատակը ինչ էր Հիսուսի։ Իր ժամանակը հասած չէր։ Իր նպատակը իր պարկը հայտնել չէր մարդկանց։ Իր նպատակը իր աշակերտներուն պատրաստելն էր։ Իր աշակերտներուն տնելն է իր ուղղության մեջ, քանի որ հետո պիտի կործածեր այդ աշակերտներուն։ Եվ գսե աշակերտները հավատացին իրեն։ Հետո Հիսուս Կապառնայում իջավ, ինք եւ իր մայրը եւ իր եղբայրները եւ իր աշակերտները, բայց շատ օրեր հոն չգեցան։ Սիրելի քույր եղբայրներ, այս բատմության այս հրաշքին խորհրդաբատկերը ինչ է։ Նախ առաջինը, երբ ցախողություն գուքա մեղքի պատճառով, քիչություն, ցախողություն, բագասություն, դխրություն, քանի որ երբ որ քինին գբաքսի, այս բոլորը գա, փամփասանք, Եդևից խոսիլ, այս ինչ տեսակ պեսա է, մի քանի օր թողեց իր քինին, բաքսեցավ իր քինին, այդպես խոսակցություններ, որ դժբախտաբար միշտ կա փամփասանքը այսօր անդադար, ամենտեղ դժբախտաբար, այս պատմությունը մեզ ցույց կտա, որ Հիսուսով գա ուրախություն, գա ազատագրություն, գա լեցունություն, գա արադություն։ Այս առաջին խորհրդաբատկերն է, որ այս հրաշքը մեզ ցույց կտա։ Ուր գա ցախողություն,
այնտեղ Հիսուս կգա եւ այդտեղ ուրախություն եւ ազատագրություն գտնե։ Երկրորդ բանը, որ այստեղ գտեսնենք, այն բոլոր ավանդությունները, որ մեզ գփորձեն մոդեցնել Աստծո, այսպես ընես Աստված գլսե, այնպես ընես Աստված գլսե, այս ցևով աղոթե Աստված գլսե, այն ցևով աղոթե Աստված գլսե, խաչդ ասանք հանե, հակոստդ այսպես հակիր, այսպես ցերկդ բարձացուր, այդպես իջեցուր, այս բոլորեն մեզ ցույց կտա, որ այլևս այս հրաշքեն հետո 7-րդ օրը, որ Հիսուս եկավ, այդ է որ հիմա Հիսուսով պետք է ամեն ինչ, ոչ թե ավանդությունով։ Ասկե հետո այդ ասել գուզե, այս հրաշքը, առաջին հրաշքը, հիմա կվնե հետո Հիսուսով մենք պիտի մոտենանք Աստծո։ Հիսուս եղավ բացումը հրավ, օրտնության բացումը հրավ Աստծո մոտենալու ուրախության միջոցը եւ ինքը եղավ այդ ավանդութենեն թեպի Աստծո հետ ունեցած հարաբերությունը։ Գրնակ հասկանալ ավանդությունը, ավանդապաշտությունը, սովորությունները, այն բոլորը մեզ պետք է եղած են, որ մեզ մոդեցնեն Աստծո, բայց հիմա Հիսուս կսե, այն բոլորը մեզ այնքանալ չեն մոդեցներ, ավելի գհոգնեցնեն մեզ։ Հիմա ես եկա գսե Հիսուս, որ ինձմով կարողանաք մոդենալ Աստծո։ Անորոման Հիսուս կսե, անոր ինձ մեկ անցնի, հորը գերտա։ Ես եմ դուրը, որ գտանի թեպի հայրը։ Ոչ թե սովորությունները, լվացվիլը իրեն պիտի ասեն, որ քո աշակերտները չեն լվացվիր, ասի ինչ տեսակ տուն ուսուցիչ ես։ Հիսուս կսե որ պետք չունին լվացվելու, քանի որ ես իրենց հետն եմ։ Երբ որ ես կամ, ցախողությունը վերջացավ։ Երբ որ ես կամ, անգումը վերջացավ, դխրությունը վերջացավ։ Ջուրը քինի կփոխեմ, ես ուրախություն բերող եմ։ Ես նաև ավանդությունը վերջացնողն եմ։ Սովորությունները լավ բաներ են, սիրելիներ, բոլոր եկեղեցիներ ունեն իրենց սովորությունները։ Միջև այնադեմ, որ այդ սովորությունները Աստվածաշնչի սովորություններ են, խնդիր չկա։ Միջև այնադեմ, որ այդ սովորությունները Հիսուսին երկրորդական գիծի չեն տներ, խնդիր չկա։ Բայց երբ որ սովորությունները, ավանդությունները ավելի գետրացնեն մեր հոգևոր կյանքը, քան թե դեր Հիսուսի հետ մեր հարաբերությունը, վտանգը կսկսի։ Անժամանակ վտանգավոր է։ Երրորդ բանը, որ մենք այստեղ գտեսնենք այս հրաշքին խորհրդանիշը, այդ է որ Հիսուս կսե ճուրը արյունի, ճուրը քինի, քինին կներկայացնե արյունը, արյունը կներկայացնե Մովսեսի ուխտը, որ Մովսես ուխտ դրավ Աստծո հետ եւ ժողովրդին հետ, երբ քարդուկը մորթվեցավ եւ իր արյունը սրսկեց, եւ այդպես սկսավ Իսրայելի ժողովուրդը։ Այդտեղին սկսավ հրյա ժողովուրդը, երբ Մովսես Սինալերան վրա սրսկեց արյունը։ Եվ այստեղ գարձեք Հիսուս կսե, ինչպես անցյալ անգամ տեսանք, ամեն ինչ նոր կսկսի, ինչպես ծննդոց, այնպես Հովհաննես գսե թե Հիսուսով ամեն ինչ կսկսի, այստեղ Հիսուս կսե հիմա նոր ուխտի մեջ կմտնենք, հիմա այլևս արյան ուխտի մեջ պիտելնենք, որ ես դվի ցեզ։ Եվ հետո պիտի հասկանանք, ինչպես Հովհաննես Մկրտիչն ասավ, ես եմ Աստծո կարը, Հիսուսն Աստծո կարը, իր արյունով պիտի բրգվի մարդը, եւ այստեղ Հիսուս, երբ որ ճուրը գինի կփոխե արյան խորհրդանիշն է, որ գսե հիմա նոր ուխտի մեջ կմտնենք, եւ այդ ուխտը պիտի բացումն է եւ պիտի շարունակվի միջև Հավիդյան, միջև այնադեն որ օրը մենք պիտի Հիսուս Քրիստոսի հարսանիքի հետ այդ նոր քինին խմենք։ Քանի որ Կարնուգի հարսանիքը պիտի լա, եւ օրթադաբարդությունը լա, եւ օրթադաստանը լա, եւ վերջնա ամեն ինչ Հիսուսի Կարնուգի հարսանիքը պիտի լա, եւ այդ քինին պիտի խմվի այդտեղ անշուշտ խորհրդանիշ է, ոչ թե քինի հեղուկի մասին չէ խոսքը, այլ բարձրապես խորհրդանիշն այստեղ։ Ուրեմն այս հրաշքը մեզ ցույց կտա նաեւ հավիդենական հարսանիքը, որ Հիսուս բացում հրավ այստեղ, բայց այդ հարսանիքը հավիդյան պիտի լա իր երկրորդ քալոստեն հետո։ Ինչպես ասի 7-րդ օրը Աստծո հանգիստի օրն էր, որ Հիսուս սկսավ այս օրեն եւ խաչին վրա պիտի վերջացնե ասելով ամեն ինչ կատարվեցավ։ Ուրեմն այս 3 տարին շագերդյալ 3 տարի է, որ այս 3 տարվա մեջ Հիսուս ամեն ինչ կպատրաստե հասցնելու այն վարյանին, որ պիտի ամեն ինչ կատարվեցավ
իր ժամը հասավ եւ ամեն ինչ կատարվեցավ եւ ամեն մարդ պիտի մտնեն նաեւ Հիսուսով իր Աստծո հանգիստին մեջ։ Եբրայեցիս 4-րդ գլուխը գսե եւ մենք Հիսուսով գմտնենք Աստծո հանգիստին մեջ։ Հավասիկ այս հրաշքը, այս բատմությունը, այս կանայի բատմությունը ինչ խորը իմաստ ունի եւ ցեզիասի Հովանես ամեն մեկ հրաշքին վրա հadouk խորտանիշ պիտի ցույց տա մեզ։ Հովանեսի մեջ, Հովանու ավետարանի մեջ 8 հատ հրաշք կա։ 8-րդ հրաշքը հարութենեն հետո է։ 7 հրաշքը միջև հարություն է։ Այդալ 7 է։ Գիտեք 7 միշտ 7-ով գալենք, որբեսի ցույց տա կատարելությունը Աստծո ներդրումի, ներքորձության մարդկանց աշխարհի մեջ։ Օրտնյալը լամերները։ Հիսուսի առաջի հրաշքն էր եւ իր փառքը հայտնեց իր աշակերտներուն եւ գսա այստեղ աշակերտները հավատացին։ Ուրեմն այստեղ հավատացին բառը այն չէ որ եղավ վերջնական հավատացին, հավատքի մեջ մնացին, չէ, քանի որ մինչ Հիսուսի հետ պիտի քայլեն, իրենց հավատքը պիտի զարգանա, պիտի զորանա, պիտի սրբանա։ Ուրեմն հավատացին բառը այստեղ այն չէ որ գադարյալ հավատացին, այլ սկսան հավատալու, քիչ հետո պիտի գարտանք որ հոնալ գսե հավատացին, ասելով իրենց հավատքը միշտ գզարկանա, ամեն անգամ որ Հիսուս փամը գնե, իրենք կսեն օ, ասի մեսիային կորզն է։ Ամեն անգամ որ Հիսուսի հետ կխոսին, կամ Հիսուս իրենց հետ կխոսի, կամ փամը կսորվեցնե, իրենք մի բան կզարկանա իրենց մեջ։ Անորմալ սիրելի քուր եղբայրներ, հավատքը միշտ մգանի մեջ, մգանի պես պետք է զարկանա։ Հավատքը, քրիստոնեական հավատքը անդադար պետք է զարգացնես, անդադար զարգացման մեջ պետք է տնես քրիստոնեական հավատքը։ Եվ մենք դժբախտաբար մեր հայերը շատ անգամ գտեսնենք կսեն, ես կհավատամ, ես հավատացյալ եմ, մոմ գվարեմ, խաչ կհանեմ, երբեմն սուպկիր կգարտամ, եկեղեցի գերտամ, հավատացյալ եմ։ Ոչ սիրելիներ, ամեն օր զարգացում ունիս հավատքի։ Ամեն օր հավատքը պետք է զարգանա, ամեն օր նոր բաներ պիտի ճաշակես, նոր բաներ պիտի տեսնես, Սուրբ Օգին նոր հայտնություններ պիտի տա իր խոսքեն, պիտի միտքդ բանավոր բաներ մը հասկանաս, նոր վկայություն պիտի ունենաս, եւ այդպես քո հավատքդ ավելի պիտի զորանա, ավելի պիտի զարգանա։ Հասկանաք, ուրեմն Հիսուս ցույց տվավ իր փառքը, գրած այստեղ իր փառքը, եւ նույնիսկ Հիսուս իր փառքի մեկ մասնիկը դեռ ցույց չի տվավ, բայց սկսավ ցույց տալու։ Սկսավ ցույց տալու իր անձնավորությունը, երբ որ փառքը գսենք, եւ որ գսենք Աստծո փառքը, Աստված իր փառքը թող հայտնի, իր անձը թող հայտնի։ Իր անձի բարունակությունը, իր անձեն մի քանի բաներ մեզ թող հայտնի։ Եվ այստեղ Հիսուս իր անձեն մի քանի բաներ ցույց տվավ աշակերտներին, եւ աշակերտները ասին, «Վաու, այս սիգա հայտնի է որ Հովանես Մգրդիչը չէ, այս բարձ մարգարեմը չէ, այս ուրիշ է»։ Հավատացին, որ օքեյ, ուրեմն մենք գարժե իրեն հետևինք։ Հավատացին Հովանես Մգրդիչի խոսքը, որ ասավ իմ ետևես մի կագայլվես, իր ետևեն գացեք։ Հավատացին այդ խոսքին, որ չէ, իսկապես այս մարդը դարբեր է։ Այդպես սկսան աշակերտները։ Մենք անգամ են չսին որ ինչ լավ մենք Հիսուս ունենք, մենք Աստված ունենք, մենք Մեսիան ունենք, ոչ։ Կամաց շատեր թերահավատություն ալրին։ Բայց կամաց։ Ուրեմն հավատքը կամաց կզարգանա սիրելիներ։ Մի դժկոհիր, մի աստապվիր։ Քիչ գիտես, վնաս չունի, քիչ ծածիտ մեջ հավատարիմ մնա։ Հանձնվիր Տիրոջը, որ ավելի քեզ սորվեցնե։ Սուպկիրքը գարտա, որ ավելի սորվիս։ Սորվիս Աստծո Հիսուս Քրիստոսի անձը սորվիս։ Ոչ թե քարոզներ լսես եւ լավ զգաս, ոչ, Հիսուսի անձը սորվիս։ Հիսուսի անձը հայտնվի քեզ, ինքը իր փառքը քեզ հայտնի, իր անձը քեզ հայտնի։ Այդ է կարևորը քրիստոնյա հավատքին։ Եվ ես կտեսնեմ այսօր շատ հավատացյալներ ժամանակ կգործընծնեն այսօր հավատքի մեջ, քանի որ իրենց նպատակը Հիսուսի անձը ճանչնալ չէ, այլ լավ օրտնվել, Սուրբ Օգիով լեցվել, ինչ գիտեմ այդ խոսքերեն, բայց Հիսուսի անձը, Հիսուսի բնավորությունը, Հիսուսի էությունը, Հիսուսի աստվածությունը, Հիսուսի սիրտը հասկանալ։ Այս պետք է լա մեր փափակը եւ անորմալ մենք պետք է անդադար զարգացնենք մեր հավատքը։ Հալելույա։ Իրեն լա փառք։ Համար 13 Հրեից Զադիկը մոտ էր, ուստի Հիսուս Երուսաղեմ գնաց։
Տաճարի մեջ կդավ արչար եւ ոչխար եւ աղավնի ձախողներ ու ստակ փոխողներ ալ, որոնք նստեր էին։ Ուրեմն այստեղ կարևոր է սիրելի քուրիախբայրներ երևակայենք կամ ավելի նայինք վերանայինք տաճարի գազմվածքը։ Ուրեմն այս տաճարը որ շնված էր Սողոմոնի միջոցով կանթվեցավ բաբիլոնցիների կողմեն աքսոր կացին Իսրայելի ժողովուրդը հետո վերադարձան Նեհեմիայի եւ Եսդրասի օրով եւ վերագանքնեցին կամ վերաշնեցին քիչ թե շատ այդ Սողոմոնի տաճարը, բայց տարիներ 400-500 տարի հետո այդ փլատակի անցավ գամած եւ Հերովտես Հիսուսի ծնվել է մի քանի տարի առաջ վերագանքնեց կամ սկսավ շնել կամ սկսավ վերանորոգել այն տաճարը։ Հիմա այդ տաճարի մասն է խոսքը։ Ուրեմն գար սրբոցը, գար սուրբ վայրը եւ գար ուրեմն տաճարի դուրսի մասը, ուր այդտեղ զոհողություններ գլային եւ նաեւ գար դուրսի փագը։ Ուրեմն դուրսի փագը այնտեղ ով գուզեր գրնար կալ բոլոր օդարները դարբեր ազգերը, բայց չէին գրնար մտնել ներսի բաժինը։ Հիմա այստեղ ինչ որ գբադայի դուրսի բաժինի մասինն է։ Եվ դուրսի բաժինը ոչ հрьяաները գուքային անոնք որ գուզեին բաշտել Աստված, աղոթել, գուքային տաճար աղոթելու, բայց ներս մտնելու իրավունք չունեին։ Ուրեմն այդ դուրսի բաժինը գային եւ այդտեղ գաղոթեին։ Հասկնաք։ Եվ այստեղ հрьяաները ըսին լավ գլա որ այդ դուրսի բաժինի մեջ այնտեղ տնենք ձախողներ, Կարնուկ ձախողներ, ոչխարներ ձախողներ, ստակ փոխողներ, ուրեմն բարձրապես բացատրեմ, որ հռոմեական գայսրության մեջ կար հռոմեական տրամը, որուն վրա գայսրի նկարը կար, եւ կար նաեւ դաջարի մեջ դաջարի համար հadouk հրյական տրամ։ Ուրեմն ստակ փոխող անոնք էին, որ հռոմեական տրամ կբերեին եւ իրենք կուտային այդ հռոմեական տրամին դիմաց հրյական դաջարի մեդաղները եւ հրյա քահանաները իրենց հաշիվին գուքար որ տաճարին մեջ այդ բոլոր բիզնեսը այդ բոլոր արևդուրը ըլլար եւ հիմա Հիսուս ուրեմն հոն գուքա այդ ոչ հրյական փագի մեջ բայց այնտեղ ալ աղոթքի դեր էր որ ոչ հրյաները կային եւ աղոթեին եւ Աստծո երեսը պատրեին եւ այդտեղ Հիսուս կտեսնե որ բիզնես կլա արևդուր գլա եւ այդտեղ չվանի խարազան մգշնե ամեն կդաջարեն դուրս կհանե ոչխարները արճարներն ալ ստակ փողոներուն բղինցները ցիրուցան ըրավ եւ սեղանները գործանեց աղավնի ցախողներուն ասավ ասկե վերցուցեք ասոնք իմ հորս դունը արևդուրի դուն մի անեք ուրիշտեղ կսե Քանզի իմ հորս դունը աղոթքի դուն բիդը լա բոլոր ազգերու համար Մատթեոսի մեջ գրված է բոլոր ազգերուն համար այդ վայրը բոլոր ազգերուն համար էր բայց աղոթքի դեղ պետք է ելար եւ ոչ թե արևդուրի դեղ իրենք կսեն ասոնք հրյա չեն պարապ մարդիկ են կարևոր չեն իրենք մեր օրենքները լուրջ ունին մենք հրյա ենք մենք միան ներսի բաժինը գրնանք երտալ Աստված բաշտել դուրսի բաժինը իրենց կուտանք բայց շահն ենք փող բերենք տրամքա արևդուրն ենք եւ թույլ տված էին որ այդտեղ բոլոր արևդրականները կային արևդուրն էին եւ Աստված եւ Հիսուս այստեղ գփարգանա ասկե վերցուցեք իմ հորս դունը արևդուրի դուն մի անեք իմ հորս դունը եւ գսե աշակերտները մտքերին բերին որ գրված է քու դանդ նախանցը զիսկերավ Սաղմոս 69-ին մեջ Դեսե քու դանատ նախանցս իզիսկերավ Հիսուս գփարգանա դեսեք իր փարգությունը եթե լավ գարտակ ոչ մի անցի չի հարված էր սեղանները գշբրդե ոչխար արճարները գարցագե բղինցները գծրվե բայց անցի չի թփնար փարգության սահման կա սիրելի քուրիախբայրներ Անոնք որ գսեն ես եւ փարգանամ ինչ այս գսեմ այն գսեմ չեմ գիտեր բերնես այս կելը ոչ վերստին ծնված հավատացյալը եթե նույնիսկ փարգանա պետք է իր սահմանը գիտնա սրա համար եթե դու խնդիր ունես փարգության գնա եւ շատ աղոթե եւ խնդրե Աստուծո որ քեզ միշտ օգնե Սուրբ ոգին խնդրե որ քո փարգությանդ մեջ չլա թե սահմանդ դուրս ելես
Եթե մենք ուզենք Հիսուսի նմանիլ, այո, անարդարության դիմաց պիտի բարգանանք։ Խարտախության դիմաց պիտի բարգանանք։ Սխալ վարդապետության դիմաց պիտի բարգանանք, բայց սահմանները պիտի պահենք։ Եվ այստեղ նույն բանը կպատահի, Հիսուս կբարգանա, բոլորին կվրընդե, իմ դունս աղոթքի դուն պիտի լա, իմ հորս դունը աղոթքի դուն պիտի լա։ Այս է գրված։ Իմ հորս դուն աղոթքի դուն պիտի լա։ Ուրեմն այստեղ այս ասելով գամած Հովհաննես Ավետարանիչը մեզ կներկայացնե, թե Հիսուս ինչպես ամեն անգամ Աստծո հետ, Աստծո մասին խոսած ժամանակ պիտի ասե իմ հայրս։ Այստեղ առաջին անգամն է, իմ հայրս, հորս դունը։ Ուրիշները չէին, ոչ մեկը չէր գրնար ասել Աստծո հայր կանչել։ Սի շատ գրնանք ասել հայոյանք կթվեր շատերուն համար եւ պիտի տեսնենք որ Հիսուսին պիտի քարգոծեն բարձրապես քանի որ Աստծո կանչեց իր հայրը։ Հայր կանչելը արդեն այստեղ հրճագում է։ Հրյամը չէր գրնար հայր ասել Աստծո եւ ասել իմ հայրս։ Գրնար թերևս ասել մեր ազգի հայրը, մեր հայրը, օքեյ, բայց իմ հայրս ովևէ մեկ մարգարե, ովևէ մեկ հրյա գրնամ ասել լավ հավատացյալ չէր գրնար այս բանը ասել։ Անոր համար Հիսուսի այս խոսքը հայոյանք տվեց շատերուն։ Եվ հրյաները եկան եւ ըսին իրեն. Ինչ նշան գծուցնես մեզի, որ այդ բաները ընելու իրավունք ունիս։ Ինչու գնես այդ բաները։ Ինչ իրավունքով դու գնես այդ բաները զարմացան հրյաները, քանի որ իրենք տված էին այդ իրավունքը արևդուրի, Հիսուս եկավ իրենց մե ավելի գրնանք ասել իրենց մե ավելի մեծ պատասխանատվություն արավ եւ իրենց ըրած կորձը կանտեց։ Ասել գուզե որ Հիսուս ցույց կուտա այս ընելով, որ ես ցեզանից ցեզ մե ավելի մեծ եմ։ Դուք թույլ տվիք արևդուրը, ես եկա կանտեցի արևդուրը։ Եվ այդտեղ հրյաները խանգարված կսե ինչ իշխանությամբ այդ բանը գնես։ Ինչ նշան ցույց կտաս դու ով ես։ Ինչ իշխանությամբ դու գնես։ Ինչ նշան կտաս մեզի, որ մենք գիտնանք, որ դու այդ իշխանությունը ունես։ Եվ նայեցեք Հիսուսի պատասխանը, արմանալի պատասխան։ Պատասխան տվավ Հիսուս եւ ասավ անոնց. «Քագեցեք այս տաճարը, կանտեցեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ զանիգա պիտի կանգնեցնեմ»։ Տաճարը գետրոններ հրյաներու հավատքին, հրյաներու աստվածապաշտության։ Ամեն ինչ կդառնար տաճարին 4 կողմը։ Տաճարն էր գետրոնը։ Եվ Հիսուս կսե կանտեցեք այդ տաճարը։ Կրնակ երևակայել Հիսուսի հագասությունը ավանդության հետ։ Ամբողջ իրենց ավանդապաշտությունը, աստվածապաշտությունը գետրոնացած էր տաճարին վրա։ Եվ Հիսուս կսե կանտեցեք այդ տաճարը։ Հրյաները ըսին 46 տարվան մեջ շինվեցավ այս տաճարը եւ տուն 3 օրվան մեջ պիտի կանգնեցնես։ Անշուշտ իրենք չհասկացան Հիսուսի խոսքը։ Չմոռնաք որ Հովհաննես գկրե Ավետարան Հովհաննուն մոտավորապես 70 տարի հետո այս բադահարներեն 75 նույնիսկ 80 տարի հետո այս բադահարներեն գրնակ երևակայել Հովհաննես գիտե ինչ ուզել գուզե նայեցեք Հովհաննեսի հաջորդը գսե բայց ինք իր մարմինին տաճարին համար գսեր ուստի երբ ինք մերելներեն հարություն արավ իր աշակերտները մտքերին բերին այդ ըրածը եւ հավատացին քրքին եւ Հիսուսին ըսած խոսքին։ Նախ Հիսուս կսե այս տաճարը իմ հորս դունն է։ Երկրորդ կսե կանտեցեք այդ տաճարը։ Ես պիտի վերականգնեմ, իսկ երրորդը կսե այդ տաճարը իր մարմինն է։ Գրնակ երևակայել այս խոսքը։ Հիսուս կհարքե տաճարը։ Տաճարը իր աղոթքավայրի արումով, բայց ոչ գետրոնը հավատքի։ Մեր հավատքի գետրոնը տաճարը չէ։ Մեր հավատքի գետրոնը եկեղեցական շենքերը չեն։ Մեր հավատքի գետրոնը Երուսաղեմը չէ, կամ Էջմիածինը չէ, կամ այս կամ այն եկեղեցին չէ։ Բադերը չեն մեր հավատքին գետրոնը։
Եվ անոր համար մեր հայերը այսօր շատ մեծ վտանգի տակ են, քանի որ կգարձեն թե իրենց հավատքի գետրոնը այս կամ այն եկեղեցի շենքն է։ Հիսուս ինք գսե Երուսաղեմի տաճարին, որ գսե իմ հորս դունն է, բայց գսե քանթեցեք։ Ուրեմն եկեղեցին կամ տաճարը իր իմաստը ունի, իբր աղոթքավայր, իբր այդտեղ դեղ, որ մենք Աստծո երեսը փնտրենք, այո, բայց ինքը բադը ինքնուրույն իմաստ չունի։ Կագեցեք կսե, ես եմ տաճարը։ Ուրեմն Աստուծո մոդենալու համար, հոր Աստուծո մոդենալու համար, պետք ունիս անցնելու Հիսուս Քրիստոսը, իր մարմինն է իր տաճարը, որ մերավ եւ հարություն արավ, եւ ան որ հավատացին դեր Հիսուս Քրիստոսի, գմտնեն դեր Հիսուսի մարմինի մեջ, մի խոսքով տաճարի մեջ, եւ Հիսուս Քրիստոսով գտարնա Աստվածապաշտությունը ճշմարիտ եւ իրական։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ոչ թե իր բادرով եւ շենքով, այլ Քրիստոսի հավատացող մարդոցմով։ Երբ որ Քրիստոսի հետևորդը Հիսուսի գնդունի, Հիսուսի հետ գմիապանվի, գլա միասին Քրիստոսի մարմինը։ Եվ երբ որ դու այդ Քրիստոսի մարմինի մեջ միապանված ես, դու Քրիստոսի հետ միապանված ես։ Եվ այդպես միասնապար գտարնաս Աստվածաբաշտ գետրոն Քրիստոսի։ Հալելույա։ Ուրեմն գտեսնեք շատ գեղեցիկ այստեղ, որ հորս դունը քանթեցեք մարմինս է, որ պիտի շնեմ, պիտի վերագանքնեմ։ Ինքը պիտի վերագանքներ այդ մարմինը։ Ինչպես? Մեռնելով եւ հարությունով։ Քանթեց, քանթվեցավ, խաչվեցավ, վերագանքնվեցավ։ Նույնն 3 օր հետո այս տաճարը կքանթվի, բայց վերագանքնվի։ Հիսուսի մեռած օրը, եթե գհիշեք, վարգյանը, եթե գհիշեք, տաճարին վարակույրը բաժնվեցավ, բادرվեցավ, ասելով այլևս վերջացավ, դուք եւ Աստված ճունիք փագում կամ արկելք իմ միջոցով պիտի մոդենաք շնորհած աթորին, գրված է եւ Հիսուսի միջոցով մոդեցեք շնորհած աթորին։ Այո, Հիսուսի միջոցով պիտի վերագանքնվի այն հավիտենական տաճարը, ոչ թե Երուսաղեմի տաճարը, քանի որ ասեմ ցեզի մի քանի տարի հետո, 40 տարի հետո այս պատմութենեն քանթվեցավ այդ տաճարը, քարուքանտ եղավ եւ մինչեւ այսօր քարուքանտ է։ Մինչև այսօր հրյա եւ հրյայիներու եւ իսլամներու բادرազմի գետրոնը անիգայ քանթված տաճարը ամեն շեշտը տրված է այդտեղ քանթված բادرը մինչև այսօր հրյաները գսպասեն տաճար շնեն Հիսուսը քանթեցեք իմաստ չունի այլ ես եմ տաճարը ես պիտի վերագանքնեմ ոչ թե ես պիտի բادرով տաճար շնեմ ոչ իմ մարմինս ես պիտի վերագանքնեմ եւ իմ եկեղեցիս պիտի շնեմ եկեղեցիս էլ է իր մարմինը Եվ դժբախտաբար այսօր շատ նույնիսկ քրիստոնյա հավատացյալներ կսպասեն, որ Երուսաղեմի մեջ տաճարը պիտի շնվի։ Հետո ինչ է միտքը։ Անոր մասին գնանք երկար խոսիլ։ Եվ որ իմաստալից կսերտենք Տիրոջ խոսքը շատ ավելի խորունգ է, քան թե բադ, շենք, քաղաք, երկիր եւ այլն։ Իր մարմինին մասին գխոսեր։ Գրված է իր մարմինի տաճարին մասին գխոսեր։ Տաճարի մասին գխոսեր։ Որ կանտեցեք եւ պիտի վերագանքնեմ 3 օր հետո եւ աշակերտները այս բանը հասկացան իր հարութենեն հետո սիրելի քուրիախբաններ հարությունը Հիսուսի գարձիկ բացահայտեց ամբողջ մարգարեությունը ամբողջ Հիսուսի կյանքը ամբողջ հրաշքները հարութենեն վերջ աշակերտները սկսան հասկանալսին վաու ուրեմն այս հրաշքը սրա համար էր Հիսուս այս խոսքը այս բանի համար ըսավ հիմա մենք կրնանք հասկանալ հարութենեն հետո սիրելի քուրիախբայրներ հայրենագիցներ երբ դու գաբաշխարես քո մարմինդ քո անձդ վերստին եւ գծնվի հարություն գուք աստուծմե եւ այն ժամանակ դու հասկանալու կսկսես շատերը գուզեն քլուխով հավատացյալ լալ չես կրնար դու գուզես հավատալ շատեր գուզեն հավատալ գուզեն բայց չեն հասկանալու համար պետք է դերը իր հարության զորությամբ քեզ այցելե որովհետեւ հարության զորության մեջ մտնելով հասկանաս ամեն հոգեվոր իմաստը կյանքի եւ այն ժամանակ դու կարողանաս ապրիլ քո հոգեվոր իմաստը այս աշխարհի մեջ անոր համար հիաստապություններ կան այսօր եկեղեցիներու մեջ քանի որ մենք կգարձենք որ այս մարդը հավատացյալ է այն մարդը հավատացյալ է մի քանի օր հետո գրեցնենք որ այդպես չէ կամ մի քանի տարի հետո գրեցնենք որ այդպես չէ եւ հիաստապվենք բայց ասեմ ցեզ եթե մեկը իրական հարությունը ապրել է դեր Հիսուս Քրիստոսի համար ցեզ ասեմ այդ մարդը երբեք չի հեռանար դեր Հիսուս Քրիստոսը երբեք
Քանի որ հարությունն է, որ մեր մտքերը կփանա, եւ երբ մենք կրեսնենք երկնայինը, այն ժամանակ մենք կհապշտակվենք երկնայինով եւ գաբրինք երկնայինով։ Այո, չեմ ասեր գադարյալ ենք, նեղություններ կունենանք, մեղքեր կունենանք, բայց երբեք մենք երկնայինը չենք թողնի։ Հալելույա։ Դու քեզ լավ կնե, դու որ հավատացյալ գսես, դու քեզ լավ կնե։ Ինչ իման վրա հավատացյալ ես։ Հարության զորությունը գա քո մեջ, դեսել ես, փոխվել ես։ Քո մեջը Սուրբ Օգի գրագը գա, քո մեջը երկնայինով գաբրիս, քո մեջը բացահայտություն գա, որ դու ով ես եւ ով գլաս։ Հիսուսի գսե հավատացին հարութենը հետո։ Նայեցեք Միչայելոց կսեմ հավատացին մեմ եւս գրված է։ 11-րդ համարի մեջ գրված էր հավատացին, հիմա մեկը դալ գրված է հավատացին։ Իժեք ինչը ցիկի չարաջ։ Սի որ հավատքը զարգացում է։ Ամեն մի բան նորություն քո մեջդ կբարձրանա հավատքի միտքը, կզորանաս, կզարգանաս եւ հուսամ իմ սիրելի քույր եղբայր այս սովորությունները, այս սերդողությունները, որ մենք այստեղ գնենք, հուսամ որ այս սերդողությունները քեզ գոկնեն, որ դու ավելի հավատաս, ավելի սորվիս, ավելի խորանաս, ավելի փառքտաս, ավելի հարության զորությունով քայլես, ավելի Հիսուսը ճանչնես եւ Հիսուսի ցերկը բռնած ավելի մդերմանաս։ Իմ նպատակս այդ է, ոչ թե որ շատ մարդիկ հետևին ինձ, հեչ կարևոր չէ այդ բանը, բայց քոնե անոնք որ կհետևին, կարողանան Հիսուսի ավելի մդերմանան, ավելի զորանան, ավելի հասկանան, ավելի հավատան եւ իր հարության զորությունը ջաշագեն ամեն օր, որովհետեւ քո 4 կողմինները տեսնեն, որ քո մեջ կա գրագը երկնային եւ այդ գրագը երկնային քեզ գդանի այնպես օրտնապեր դեղեր, որ մարդիկ քեզ տեսնելով պիտի հետևին քեզ եւ քեզի հետևելով պիտի հետևին Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա, օրտնալը լա մեր դերը։ Համար 23 երբ Զադիգի դոնին Երուսաղեմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով հավատացին։ Ուրեմն Հիսուս սկսավ հրաշքները։ Մարդիկ կսեն այցեք հավատացին, նորեն հավատք բարգ այստեղ։ Հավատացին Հիսուսի եւ անոր անվանը։ Բայց ինքը Հիսուս, նայեցեք, ինքը Հիսուս իր անձը անոնց չեր վստահեր, վասնզի ինքը ճանչնար ամեն մարդ։ Պետք չգար, որ ովևէ մեկը ուրիշ մարդու համար վկայություն դարիրեն, քանզի ինք գիտեր, թե ինչ կա մարդուն ներսիտին։ Նորեն մարդիկ հավատացին, հրաշքներ տեսան հավատացին։ Այսօր եկեղեցիներու մեջ, մեր եկեղեցիներու մեջ, տարբեր եկեղեցիներու մեջ հրաշքներ կլա։ Մտնոլորտներ կան լավ, մարդիկ կհավատան, մարդիկ կսեն փառքես դեր, ես կհավատամ քեզի, բայց ինչս էլ է հավատալ։ Գա հավատք եւ գա հավատք։ Գա հավատք, որ ժամանակավոր է, գա հավատք, որ ըսկացողական է, գա հավատք, որ բարձավես գրնամսել այսպես համագրանք է։ Գիտեք, շատեր գահավադան գսեն Հիսուսի, բայց գահամագրին Հիսուսի, գսիրեն քարոզները լսել, գսիրեն ավետարան գարտալ, ինչպես ուրիշը գրնա սիրել օրինակի համար վեբեր գարտալ, այդ մարդն գսիրեն սուրբ գիրք գարտալ։ Այս համագրանք է, հավատք չէ։ Հավատքը կատարյալ նվիրում է։ Եվ այս մարդիկը հավատացին Հիսուսի, քանի որ շահ կար իրենց։ Հրաշք կար։ Հիսուս լավ բաներ գներ, լավ մարդ էր, կոր չունինք, հետևին գիրեն։ Այսօր պամը չունին գներիք, երտանք լսենք նայինք Հիսուս ինչ պիտի կարոզե, ինչ հրաշք պիտենե, ինչպես շատեր, այսօր կոր չունինք այս կիրագի, երտանք եկեղեցի, այս կիրագի հյուր չունինք, երտանք եկեղեցի։ Հիմա մի քիչ ժամանակ ունիմ, գարտամ սուրբ գիրքը, հիմա քիչ ժամանակ ունիմ, աղոթեմ, ասիկա համագրանք է, այս հավատք չէ։ Հիսուս կսա այդ մարդկանց չեր վստահեր, քանի որ այդ մարդկանց սիրտը լավ կճանչնար։ Հիսուս կսե ինչ կա մարդու ներսիտին լավ գիտե։ Ինչ կա մարդու ներսիտին, սիրելիներ, ով գիտե մարդու սիրտը, եթե ոչ Աստված։ Ահավասիկ մեմի եւս ամեն մեկ էջի վրա, Հովաննու ավետարանի մեջ Հիսուսի աստվածությունը կփաստվի։ Այդ աղանդները, որ չեն հավատար, որ Հիսուս Աստված է, գզարմանան, որ գսեն թե սուրբ գիրք կգարտան։
Եհովա վգաները գսեն թե սուպ գիրք կգարտան։ Չեմ հավատար որ սուպ գիրք կգարտան։ Եթե գարտային, անգերտ սրտով գարտային, պիտի տեսնեին որ Հիսուս Աստված է։ Ուրիշ ովևէ մեկ դարբերակ չկա։ Գամ սդախոս է, գամ քրվածը սուդ է, գամ Հիսուս ինքը սդախոս է, եւ գամ Հիսուս Աստված է, ուրիշ դարբերակ չկա։ 5 դականի մեջ այստեղ գարտանք Երեմիայի մեջ 17-րդ գլխում մեջ նայեցիք ինչ գրված է 17-ը 10-ը խոսողը Աստված է ես դերս միտքը գքննեմ սրդերը գփորձեմ որբեսի մարդուն իր ճամփաներուն համեմատ եւ իր կորձերուն բդուղին համեմատ հադուցում դամ ես դերս Աստված է խոսողը այստեղ Հիսուս կսե ամեն մարդուն սիրտին համացային գուտա քիչ ավելի հստակացնեմ երբ որ գերտանք հայտնության գիրքը երբ որ գերտանք երկրորդ գլուխը համար 23 գսե հետևյալը Հիսուս է խոսողը գսե անոր զավակները պիտի մերցնեմ եւ բոլոր եկեղեցիները պիտի գիտնան բոլոր եկեղեցիները պիտի գիտնան որ ես եմ որ երուգամունքները եւ սրդերը կքննեմ յուրաքանչյուրի ձեր կորձերուն համեմատ պիտի հադուցանեմ ես եմ Յահվեն 5 դագարանի որ ամեն մեկուն կորձերուն համացան պիտի դամ եւ սրդերը քննելով եւ այստեղ գսե Հիսուս ամեն մեկուն ինչը լալը լավ գիտեր փաստ Հիսուս Աստված է Հայր Աստված որդի Աստված հոգին Սուրբ Աստված անհասկանալի երրորդության անհասկանալի երյակ եւ մի հասկանալի չէ որ երեք անձերը մեկ են հասկանալի չէ այո համացայն է մեծ բայց այդպես է Եվ մի անանոր տիմաց կա ընդունիլ, հավադալ, հանցնվիլ այն Հիսուսին, որուն գտրվի այսօր փառքը եւ բադիվը եւ օրհնությունը։ Ինչ տեսակ հավատք ունի սիրելիս։ Հավատքը որ զարկանա Հիսուսի մեջ, թե հավատքը որ համագրանք է։ Ընդունած ես մի բան։ Սովորություն է շատերու մոտ։ Սիրելի քույր եղբայրներ, սովորությունը Հիսուս կանտեց։ Համագրանքը Հիսուս չվստահեցավ։ Այլ նվիրումն է, որ Հիսուս կանտունի, կադարյալ նվիրում։ Այս մարդիկ համագրանք ունեցան Հիսուսին, բայց Հիսուս իրենց այնքան չվստահեցավ իրենց խոսքերուն։ Գեղեցիկ խոսքեր շատ կլսենք։ Հավատացյալ խոսքեր, լավ խոսքեր, ես Հիսուսին գսիրեմ, ես հավատացյալ եմ եւ այլն շատ կլսենք։ Ես ալ կլսեմ եւ շատ այլևս չեմ ալ կարևորություն դար, քանի որ գիտեմ որ խոսքով շատ բաներ գրնան գսել։ Բայց քո հավատքդ արդյոք կմեծնա Հիսուսի հանդեպ, արդյոք կերևնա, արդյոք զարկանալ գա, ինչպես աշակերտները գամած զարկացան։ Հիսուսի իրենց փառքը ցույց տվավ, իրենք հավատացին։ Հիսուս հարություն արավ, իրենք հասկացան, որ Հիսուսի այս խոսքը կարևոր էր։ Հիսուսի հետ մեկը լալ, իր տաճարի մեջ մեկը լալ, իր հետ մեկը լալ, ահավասիկ այսօր մենք ինչ կսորվինք այս գեղեցիկ պատմութենեն նախ կանա հարսանյաց հրաշքի կարևորությունը, դաջարի մաքրության կարևորությունը եւ Հիսուսի հետևելու կարևորությունը։ Թող այս երեք մտքերը ձեզ առաջնորդեն, սիրելիներ։ Պիտի առաջարկեմ ինչպես միշտ, երբ կվերջանա այս ուղի եթերը, մենք մնալ գարտաս այս երկրորդ գլուխը, մտածելով այս բոլոր լսածներուդ վրա, հաստատելով եւ նշումներ անելով քո դեդրակներու մեջ, որբեսի այդ խոսքը քեզ առաջնորդե եւ դանի առաջ, որբեսի դու նորոգվիս եւ մնաս այն անձը եւ լաս այն անձը, որ Հիսուս Քրիստոսի վստահելի եւ հաճելի անձը լաս։ Փառքը գտանք մեր Տիրոջը եւ թող ինչ որ լսեցիր քեզ բերե կյանք, օրհնություն եւ զորություն։
Ամեն, ամեն, ամեն։ Երանի ամենից այս աղոթքը ընեինք, մինչև վերջ պատրաստեմ քեզ ծառայել իմ դեր։ Իրոջ հոգին այսօր քեզ ավելիով զորացնե, որբեսի հասկնաս եւ ճաշակես այն դեր Հիսուս Քրիստոսը, որ ամեն ինչն ավելի վեր, ամեն ինչն ավելի կարևոր է։ Գյանքերնից կարճ է եւ այս աշխարհի մեջ մենք եկած ենք դեր Հիսուսը ճանաչելու, իր գյանքին մեջ մտնելու, իր կորձը կատարելու եւ իր մով հարաճանալու, միջև այն օրը, որ իր հետ լանք հավիդյանս հավիդենից։ Թող դերը զորացնե քեզ, ինգածները բարձրանան դեր, կաղոթենք այցելես եւ մասնավորապես անոնք, որ բادرազմական երկիրներու մեջ են, պահես պաշտպանես դեր, եւ եթե վիրավորներ կան ով դեր բժշկես, հիվանդներ բժշկես, ինգածները բարձրացնես եւ քո ժողովուրդը դովես բահես։ Թող պարապանությունը, երկրբակությունը այդ բادرազմական երկիրներու մեջ բարձրանա, որ պաշտպանվին ով դեր եւ քո գամքը կդարվի այդտեղ։ Աշխարհի ամբողջ պատմությունը քո ցերկերի մեջն է դեր։ Ամբողջ աշխարհակրթությունը քո ցերկի մեջն է դեր։ Եվ մենք քեզ կպատվենք եւ գործենք եւ գիտենք որ պատմությունը նույնիսկ քո ցերկիդ մեջն է։ Ամեն ինչ պիտի հասնես իր ավարտին, որովհետեւ դեր Հիսուս Քրիստոսը վերաթարնա եւ քո գամքը կդարվի հավիդյանս հավիդենից առանց մեղքի, մեղքիդ բարդվի եւ դու պիտի փառավորվիս դեր։ Կսպասենք այդ օրվան։ Միջ այդ քո ժողովուրդը ծրպացուր։ Միջ այդ քո ժողովուրդը նորոք է։ Միջ այդ քո ժողովրդի զորություն դուր, որ ավետարանը կարոզվի եւ շատեր բրգվեն։ Միջ այդ դեր հայտնվիր ամեն մեկուս ավելիով Հիսուս, որ մենք քեզ սիրենք եւ պատվենք եւ անունդ փառավորենք միշտ եւ անդադար։ Օրհնյալը լա մեր Տերը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Ցեզ գործնենք Հիսուսի անունով, սիրելի քույր եղբայրներ, ժամատուժուն գուտանք քալ չորեքշաբթի եթե դերը գամի նույն ժամուն, նույն ալիքին վրա, եղեք օրտնված եւ պաշտպանված, բարի օրտնված գիշեր բոլորիս, ցտեսություն։